Հարգելի հետևորդներ, ողջույն։ Այսօր Դալմա ենք այցելելու, 1-2 հագուստ ունեմ գնելու, կարծում եմ հիանալի տեսանյութ կստացվի, նաև եթե հաջողվի լինի հնարավոր կներկայացնեմ նաև գները։ Տեսնենք արդյոք թույլ է տրվում է ձեզ նկարանել թե ոչ։ Ցույց կտա ժամանակը, հիմա կնստենք եւ կշարժվենք դեպի Դալմա եւ կշարունակենք։ Հարգելի ընկերներ, երկու բառով խոսեմ արագ կերպով եղանակից։ Այսօր եղանակը կիսա տաք է, կիսա գարնանային, տեղ-տեղ արև է լինում, տաքացնում է, տեղ-տեղ կրկին ցրտում է, իսկ ընդհանուր առմամբ ասեմ, որ ես բավականաչափ մրսած եմ այս քանի օրը, սակայն այսօր վլոգ նկարելու օրն է, ուստի իրավունք չունեի տանը մնալու, դրա համար, ինչպես նշեցի, շարժվում ենք դեպի Դալմա Garden Mall, ներողություն, կշարունակենք այնտեղից հերթ։ Հարգելի ընկերներ, հասանք արդեն Դալմայի մուտքի մոտ, հիմա ներս պետք է մտնենք, տեսնենք ինչ կա չկա։ Առաջին հայացքից ինչպես միշտ մարդկանց հոսքը անսահման է, զարմանալի է, որ չկա որևէ ֆոնային երաժշտություն, ամենայն դեպս առայժմ։ Մեզ անհրաժեշտ է երկրորդ հարկը իհարկե, որպեսզի բարձրանանք բրենդային խանութների սրա։
Լոսինի մտանք, որով հետաքրքիր ինձ հարմար բան չգտա, շարունակենք, տեսնենք։ Շատ հետաքրքիր խոհարարական պարագաներով լի մի կրպակ էր, անունը ինչպես հասկացա Ֆիսման, հրաշալի տեսականի էր, 700 շարունակենք հիմա Բերշկան է մեզ մոտ հերթում, սակայն այդտեղ չենք մտնի իհարկե, որովհետև ինձ ընդհանրապես դուր չի գալի այս բրենդը, շարունակենք դեպի մյուս կողմ, տեսնենք ինչ կա։ Աչ ու ձախ ամենուր ֆոնային երաժշտությունը չեմ կարողանում խոսել։ Շարժվում ենք Նյու Յորքերի կողմ, տեսնենք այնտեղ ինչ կա։ Sorry. Այսպիսով արգելի հետևորդներ, ասեմ, որ
գնեցի այսօր ինձ համար ջինս, տվյալ դեպքում բրենդներից մեկից, անունը չեմ տալու, արժեր զեղչված 14990 դրամ, բավականին լավն էր, դուրս եկավ։ Ներս մտնելուց ինձ կանգնեցրեց անվտանգության աշխատակիցը եւ անգլերեն լեզվով, որ դուրս չնկարանել։ Սա արդեն որևէ դեպքն է, որ ինձ դնում են եվրոպացու տեղ, ոչ հայի, ես ասացի, որ կարող եք հայերեն էլ խոսել, ես հայ եմ։ Ասացին, որ տեսքս նման չէր հայի, դրա համար անգլերեն ներկայացրեցին, խնդրեցին չնկարանել, իրավունք չունեի շարունակելու։ Այսպիսով ջինս գնեցի, տեսակ ինքներդ, նկարանումներ կատարեցի որոշակի հատուկ ձեզ համար։ Նաև նկարանումներից մեկի ժամանակ այս երեխաների նվիրված դրամահավաքի շրջանակներում ես ծանոթացա աշխատողու հետ, ներկայացա, որ ես բլոգեր եմ, նա գտավ իմ ալիքը, բաժանորդագրվեց, սակայն առայժմ չցանկացավ սեղմել զանգակին։ Ես հորդորեցի սեղմել, նա ասեց, չէ, չեմ սիրում զանգակին սեղմել, ես էլ իհարկե ասացի, որ իհարկե դա իր իրավունքն է եւ ցանկանա սեղմել այն ժամանակ, երբ կցանկանա եւ եթե կլինի դրա կարիքը, եթե ես կլինեմ, իհարկե իր համար հետաքրքիր։ Ես այսօր ցանկանում եմ մեկ այսպիսի շիշ կակաոյի ուղեկցությամբ, ավելի ճիշտ ընկերակցությամբ պատմել ձեզ, թե երբևէ ես որ երկրներում եմ եղել բացի Հայաստանից եւ կխնդրեմ հենց հիմա մեկնաբանություններում դուք էլ գրեք, թե եղել են արդյոք այնպիսի երկրներ, որտեղ դուք եղել եք բացի Հայաստանից, ինչ պայմաններում եք եղել, արդյոք ապրելու պայմաններով մշտապես, թե հանգստանալու եւ այլն։ Այսպիսով սկսում եմ նրանից, որ ես եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ապրել եմ 2 տարվա չափով Մոսկվայում, երբ
7-ից ներողություն 6-ից 7 տարեկան էի 6-ից 8 այնտեղ ես այցելել եմ առաջին 2 դասարանը առաջին դասարանը եւ երկրորդ դասարանը իմ կյանքի անցել են հենց Մոսկվայում 166 միջնակարգ դպրոցում որից հետո շարունակել եմ արդեն Երևան տեղափոխվելով 51 դպրոցում սովորել ես Վարդգես Պետրոսյանի անվան եւ մնացածը ես ձեզ արդեն պատմել եմ եթե կհիշեք կարող եք դիտել իմ բլոգը շատ համեղ է կակաոն այս ցուրտ եղանակին կակաոն հրաշալի համադրություն է, չենք մրսի հաստատ կարող եք դիտել իմ վլոգը, ով չի տեսել, թե իմ մասին եմ ներկայացնում, իմ մասին եմ պատմում այդտեղ արդեն կհասկանաք ինչի մասին է խոսքը այսպիսով Մոսկվայում ես ապրել եմ 2 տարի Դրանից առաջ էլ ավելի փոքր հասակում ապրել եմ Կրասնոդարի, ավելի ստույգ Մալդովկա գյուղատիպ, այսպես թաղամասի Կրասնոդարի Մալդովկայում, շատ ավելի փոքր է այդ ժամանակ, իմ բոլոր բարեկամները հորս կողմից այնտեղից են։ Այդտեղ էլ եմ եղել Մեծ մասը իմ կյանքի անցել է իհարկե եւ անցնում է Հայաստանի Հանրապետությունում կլինեմ անկեղծ ու կասեմ որ ես միշտ երազանք եմ ունեցել ապրել այլ երկրում սակայն հիմա ինչպես երբեք ես մեծագույն ցանկություն ունեմ մնալու իմ հայրենիքում չգիտեմ դա ինչով է պայմանավորված բայց ես որևէ այլ տեղ այստեղից չեմ ցանկանում հեռանալ եւ իմ բոլոր պլանները կապված են հենց Հայաստանի հետ ես ցանկանում եմ իմ գիտելիքներով իմ հնարավորություններով որոնք տվել է ինձ Աստված իմ լուման ներդնել իմ հայրենիքի զարգացման համար լինել իմ հայրենիքին ինչ-որ չափով օգտակար եւ Համոզված եմ, որ դա ինձ մոտ ստացվելու է, որովհետև ես ունեմ բավականաչափ ուղղվածություններ, շնորհներ, այսպես կանվանեմ, եւ միանշանակ ծառայելու եմ իմ հայրենիքին մինչև վերջ։ Այսպես մարտական եմ տրամադրված այդ հարցի շուրջ եւ դա իհարկե շատ ճիշտ է։ Խորհուրդ եմ տալիս նաև ձեզ սիրահարվել ձեր հայրենիքին անկախ նրանից թե ինչ վիճակում է այն եւ անկախ նրանից թե դուք հիասթափված եք թե հիասթափված չեք եւ այլն մի խոսքով սա այսպես նաև ռեգուլար կերպով մենք ընտանիքով այցելում ենք Վրաստանի Հանրապետություն դա կլիներ մոտ վերջին անգամ այցելել եմ մոտ 5 տարի առաջ եւ դրանից հետո պատկերացրեք այլևս ոչ մի տեղ ես այստեղ եմ գանված եմ այսպես կոչված գանված եմ իմ հայրենիքում ինչևէ հիմա խոսենք Վրաստանի մասին էլ ավելի կոնկրետ մենք այցելում ենք իհարկե ինչպես բոլոր հայերը կամ հայերի մեծամասնությունը գնացքով հրաշալի բնության ներքո ուղիղ 1 օր եւ մի քանի ժամ դեպի Բաթում եւ ես երբեք չեմ մոռանա այդ զգացողությունները գնացքի այդ հոտը այդ ձայները որ արձակում էր գնացքը այդ բնությունը ինչպես հայկական Ալավերդու բնությունը մենք մանրակրկիտ գնացքով անցնում ենք Ալավերդու միջով Վրաստանի բնությունը նույնպես շլացուցիչ է իդեպ ասեմ իմանաք ով տեղյակ չի ֆանտաստիկ ատմոսֆերա է ստեղծվում գնացքում ճանապարհորդելիս պատկերացրեք որ ես շատ քիչ էի քնում գնացքում որովհետև ինձ դուր էր գալիս այդ ամենը ինձ դուր էր գալիս հետևել այդ ամենին եւ ես հիմա ձեզ որ սա պատմում եմ այս ամենը այսպես մտովի տեղափոխվում եմ այդ գնացք եւ զգում եմ այդ ամենը որքան լավ օրեր էին
Եվ երբ մենք հասնում ենք Վրաստան, տվյալ դեպքում կամ Քոբուլետի կամ մեկ այլ հանգստի վայր, որտեղ կար ծովափ, մեզ միանգամից դիմավորում էին տեղի տաքսիստները, տաքսի վարորդները, իրենց ռուսական ակցենտով խոսում են ռուսերեն, վրացի էին խոսում են ռուսերեն, իրենց այդ ակցենտը ես նույնպես երբեք չեմ մոռանա։ Հրաշալի մարդիկ են վրացիները, անկեղծ եմ ասում, ես պաշտում եմ իրենց խոհանոցը, պարզապես գլուխ եմ խոնարհում իրենց խոհանոցի եւ իրենց խոհարարների առջև, որովհետեւ այն բոլոր ուտեստները, որ մենք վայելում ենք այդ օրերին, պարզապես աննկարագրելի էին, թե երևի թե վրաց խոհանոցը, ես չեմ ասի զիջում է, բայց իր ուրույն տեղ ունի այս մոլորակում եւ իհարկե իմ մեջ հայկական խոհանոցից հետո հայկական խոհանոցը իհարկե իմ համար 1 խոհանոցն է։ Այսպիսով հարգելի ընկերներ, ես հիմա կցուցադրեմ ձեզ այն բոլոր նկարները, ֆոտոները, որոնք արվել են իմ կողմից, նկարանվել են իմ կողմից այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք Բաթում քաղաքում, հանգստյան գոտում, հանգստյան քաղաքում, ներողություն, եւ այն ժամանակ ես ունեի տեսախցիկ, պրակտիկա էի անցնում որպես նկարող, լուսանկարահանող։ Հիմա առաջարկում եմ դիտել իմ բոլոր նկարածները եւ գնահատել, արդյոք ձեզ դուր է գալիս, որից հետո կշարունակենք։ Այսպիսով կարծում եմ ձեզ դուր եկան իմ բոլոր նկարած գեղեցիկ փողոցները, պատերը ներկված գրաֆիտիներով, վրաց երիտասարդների կողմից ամենայն հավանականությամբ, խնդրում եմ գնահատեք եւ
ինչ ասեմ, Վրաստանը իմ սիրված վայրերից մեկն էր եւ այլևս երբ աշխարհում ամեն բան կխաղաղվի, ես խոստանում եմ ինքս ինձ, խոստանում եմ ձեզ, իմ սիրելի հետևորդներ, որ այցելություն եմ կատարելու մոլորակի բազմաթիվ երկրներ, քաղաքներ, այդ ամենը լուսաբանելու եմ հատուկ ձեզ համար եւ իհարկե դուք այդ ամենը կտեսնեք եւ դրանցից մեկը լինելու է իհարկե Թիֆլիսը, որտեղ ես երբեք ավաղ դեռ չեմ եղել, սակայն խոստանում եմ լինել, ինձ էլ է անչափ հետաքրքիր այդ հրաշալի վայրը, խոստանում եմ այցելություն կատարել Թիֆլիսի կենտրոնական գոտում գտնվող եկեղեցիներից մեկը կամ երկուսը եւ առհասարակ շրջել այդ հրաշալի մայրաքաղաքով, կիսվել ձեզ այդ լուսանկարներով, կիսվել տեսանյութերով եւ իմ այցելությունները ես խոստանում եմ, դա լինելու է իմ նոր հոբին, այսպես այցելություն կատարել քաղաքներ, երկրներ, նկարանել վլոգեր, բազում, անթիվ եւ անհամար եւ պարզապես էլ ավելի շատ սիրարվել իմ կյանքին։ Այսպես եմ ես սա անվանում, սիրեք ձեր կյանքը, հարգելի ընկերներ, այն ձեզ տրված է ոչ թե նյարդայնանալու, ոչ թե անիմաստ վատնվելու, ոչ թե առավոտի ծիրիկուն չարչարվելու եւ աշխատելու, այլ արարելու, լինելու ներդաշնակության մեջ, հավատացեք, կրկնում եմ, իմ վլոգերից մեկում ես ասել եմ, նորից եմ ասում, երբ մարդ ինքն իր ներդաշնակության մեջ է գտնվում, նրա առջև բացվում են բոլոր երազած, ավելի ստույգ երազանքի դռները, այնպես որ հետևեք իմ խորհուրդներին, այսքանն էր առայժմ իմ կյանքում այցելություն կատարած քաղաքների եւ երկրների ցուցակը, իմ երազներում ես իհարկե շատ երկրներ եմ այցելել, բայց դա իհարկե թող մնա իմ մեջ։ Այսօր այսքանը, գրեք մեկնաբանություններում, թե որ երկրներն եք այցելել դուք եւ որը կուզենայիք այցելել, որն է ձեր երազանքը տվյալ դեպքում երկրի այցելության, իմ երազանքն է օրինակ այցելել կարծում եմ ամենալավ երկիրը, որտեղ ես կուզենայի լինել, որտեղ ինձ ձգում է, այսպես ասած, ամենաշատը, դա Շվեյցարիան է։ Ես միշտ հիացել եմ այդ պետության, այդ երկրի մաքրագույն ջրով, մաքրագույն բնությամբ, սարերով, կանաչ, բլուրներով, փոքրիկ տնակներով, այսպես նեղ փողոցներով եւ իմ կյանքի ընթացքում ես խոստանում եմ ինքս ինձ այցելություն կատարել անպայման Շվեյցարիա եւ թող իմ երազանքը ի կատարածվի եւ թող ձեր բոլոր երազանքները նույնպես ի կատարածվեն։ Այսօր այսքանը, հարգելի ընկերներ, կարճ վլոգ է ստացվել, բայց կարծում եմ շատ հետաքրքիր էր ինձ լսելը, սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Ինչպես նաև առաջարկում եմ բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակին, ես գնամ կակաուն խմելով հասնեմ տուն, այսօր արդեն մի քանի վլոգ եմ նկարել, իսկ ձեզ ասում եմ մինչ նոր անչափ հետաքրքիր, հանգիստ, մաքուր, խաղաղ վլոգ։ Դեռ կհանդիպենք։